Ժորժան, Հայաստան էր ժամանել եվրոպական բարձրաստիճան պաշտոնյա, եվրոպական կոմիսար Մարտա Կոսան, եւ այս հանդիպումը իհարկե Հայաստան ժամանումը եւ հանդիպումը բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի այն շրջանակում է, որ Հայաստանը ակտիվ ընտրել է եվրոինտեգրման ճանապարհը, նույնիսկ օրենք է ընդունել, որ մենք գնում ենք դեպի եվրոպական ինտեգրում։ Ժորժան, Հայաստանին տարիներով խոստանում են առանց վիզաների մուտք դեպի Եվրոպա, բայց մինչև հիմա նման բան չկա։ Հայաստանին ասում են, այո, փոխի քո օրենքները ըստ մեր չափանիշների, բայց չեն ասում, մենք կդառնանք ԵՄ անդամ, մեզ այնտեղ սպասում են, թե չէ։ Ամենակարևորը այն է, որ Ալիևի հայտարարությունների ֆոնին որևէ հայտարարություն Եվրոպական միության կողմից, որևէ պատժամիջոց Ալիևի նկատմամբ, որը ասում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, որ Հայաստան պետք է գան եւ ապրեն 300,000 ադրբեջանցիներ, որ Ալիևը օկուպացրել է մեր 241 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը, որևէ բան արձագանք չկա Եվրոպական միության կողմից։ Ժորժան, ինչու, որովհետև Եվրոպական միությունը այսօր ավելի մեծ կախվածություն ունի ադրբեջանական գազից եւ նավթից։ Եվ այո, նրանք պատրաստ են աչք փակել սեփական տնտեսական շահի համար այն բոլոր հայտարարություններին, որը անում է Ալիևը, եւ չեն ասի, որ գիտես ինչ, այս երկիրը գալիս է դեպի Եվրոպական միություն, դեպի իմ ընտանիք Ալիև հանգիստ պայքես, էլ չեմ ասում, որ որևէ պատժամիջոցներ կիրառեն։ Ժորժան, ես որևէ մեկին չեմ մեղադրում, բոլոր երկրները ընտրում են իրենց շահը, մենք էլ պետք է իրատեսական գնանք մեր շահի հետևից, չասենք, որ Եվրոպական միությունը կլինի մեր անվտանգության երաշխավորը։